Ես հաստատ չեմ զգում։ Երեք Նարեկ Կարապետյանը ձեզ էր արձագանքել, նաև թիվս մյուս Դե ես արձագանքել եմ, ես կարծում եմ, որ բավարար արձագանքել եմ, շատ բավարար եւ իհարկե հասկանում եմ մեր լրատվամիջոցների կողմնակալ մոտեցումը, երբ որ Նարեկ Կարապետյանի ուրեմն հոլովակը դուք ձեր էջերում դնում եք, ձեր կայքերի, բայց Գևորգ Պապոյանի պատասխանը երբեք չեք դնում։ Ես հիմա ուղիղ ասում եմ։ Դա ձեր ընտրությունն է, ես արդեն բավարար չափով անդրադարձել եմ դրան եւ ես հպարտ եմ իմ կենսագրությամբ, ես հպարտ եմ, որ ծնվել եմ մի ընտանիքում, դասախոսի եւ ուսուցչի ընտանիքում եւ այո, լավ եմ սովորել, ես քիչ առաջ էլ ասացի, 5-ով եմ սովորել, այդ թվում ինձ 5 նշանակողներից մեկն է պարոն Ավետիսյանն է, ուրեմն կներեք շարունակեմ, ես լավ եմ սովորել եւ դրա հետևանքով աշխատել եմ ուրեմն տարբեր զուգահեռ ամբողջ կյանքում եւ դասախոսական աշխատանքով մասնավոր պետական, այո, սկսել եմ ներքևից, մարքեթինգի մասնագետ, բաժնի պետ, փոխտնօրեն, հետո падգամավոր, հետո մշտական հանձնաժողովի նախագահ եւ նախարար եւ այո, այնպես չի եղել, որ ծնվել եմ մեծացել եմ, ծնվել եմ, հաց եմ կերել, հետո էլի եմ հաց կերել, կներեք, ասեմ, ես եւ ի տարբերություն ձեր նշած անձի, պարզապես չեմ ծնվել, հաց չեմ կերել, էլի հաց չեմ կերել ու միանգամից գործարանի տնօրեն չեմ դարձել։ Հիմա էդ մարդու բախտն է, որից ոչ մեկս չունի իմիջիայլոց։ Քպականների մեջ կան անձիկ, որոնց կենսագրությունը սկսում է 2018-ից։